Ռուսաստանի Կուրսկի մարզում ամբողջ գիշեր օդային տագնապի ազդանշանը չի լռել։ Դրոնային աննախադեպ հարձակման է ենթարկվել ռուսական մարզը։ Տուժածներ կան, 1 տարեցկին մահացել է։ Բազմաբնակարանային շենքեր, ավտոմեքենաներ են վնասվել դրոնային հարձակման հետևանքով։ Ռուսաստանը ահաբեկչություն է անվանել գրոհը իր տարածքի վրա ու քրեական գործ հարուցել ահաբեկչության փաստով։ Հետաքննության ընթացքում կբացահայտվեն եւ պատասխանատվության կենթարկվեն Ուկրաինայի զինված կազմավորումների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են այս հանցագործությանը։ Կուրսկի Զավոդսկայա փողոցի բազմաբնակարանային շենքերից մեկում հրդեհից տուժել են 8-րդ եւ 9-րդ հարկերը, բնակիչները տարհանվել են ավելի անվտանգ վայրեր։ Բայց միայն Կուրսկի մարզը չի տուժել դրոնային հարձակումից։ Ռուսաստանի տարբեր մարզերում ուկրաինական 115 ԱԹՍ է խոցվել։ Դաշնության պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ 6 հարձակում է եղել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ծանր բանակցություններ է վարում Մոսկվան, Կրեմլից հորդորում են արագ արդյունքի չսպասել։ Ներկայացում լարված աշխատանքներ են ընթանում Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև։ Քրտնաջան աշխատում ենք Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ստացվում է դեռ անարդյունք են ընթանում խաղաղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահը մտադիր է 15-րդ անգամ երկարաձգել ռազմական դրությունը երկրի ամբողջ տարածքում։ Առաջարկը Զելենսկին ուղարկել է Գերագույն Ռադա հաստատման։ Ուկրաինայի նախագահի առաջարկը հաստատվելու դեպքում ռազմական դրությունը Ուկրաինայում երկարելու է մինչև օգոստոսի 6-ը։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։